Ստամբուլի հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի բակում աղոհացով են դիմավորում Սուրբ Հաթոռի գահակալին։ Հռոմի պապ Լևոն 14-րդը Թուրքիա այցի իր 4-րդ եւ վերջին օրը սկսում է Պոլսի հայ առաքելական եկեղեցում աղոթքով։ Իր աղոթքում պապը ողջունել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին եւ Թուրքիայի ամբողջ հայ առաքելական համայնքին։ As I greet you, I would also like to extend my fraternal regards to His Holiness Karekin II, Supreme Patriarch. Ձեզ ողջունելով կցանկանայի նաև իմ եղբայրական ողջունները հղել նորին սրբություն Գարեգին II-ին, Գերագույն Պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսին, որը վերջերս ինձ պատվեց իր այցելությամբ, ինչպես նաև եպիսկոպոսներին, հոգևորականությանը եւ Ստամբուլի ու Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին։ Հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը շեշտեց այն հարաբերությունները, որ հիմա են առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների միջև ժամանակին դժվար էր երևակայել։ In recent decades, relations between our churches Վերջին տասնամյակներին մեր եկեղեցիների միջև հարաբերությունները ասել են մի խորության, որը ժամանակին հազիվ թե կարողանայինք պատկերացնել։ Ձեր այսօրվա այցը հզոր վկայություն է առ այն, որ եկեղեցիները մոտենում են միմյանց որպես եղբայրներ, այլ ոչ թե մրցակիցներ։ Այն աշխարհին հայտնում է, որ քրիստոնեական միասնությունը հնարավոր է, քանզի դա Աստծո կամքն է։ Նորին սրբություն, Թուրքիայի հայ համայնքը փոքրաթիվ է, բայց տոկուն։ Կաթոլիկ աշխարհի առաջնորդի արտասահմանյան այցի առաջին ուղղությունը պատահական չէր ընտրված։ Հռոմի պապը մեկնեց Թուրքիա, մի երկիր, որտեղ բնակչության գերակշռող մեծամասնությունը իսլամի հետևորդ է։ Սակայն այս երկրի տարածքում 325 թվականին տեղի է ունեցել առաջին տիեզերական ժողովը, որ մշակել է քրիստոնեական հավատո հանգանակը եւ պապը մասնակցել է այդ պատմական իրադարձության 1700-ամյակի միջոցառմանը։ Դեպքերի հետաքրքիր հաջորդականությամբ պապը Անկարա ժամանեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժամանակ սպանված հայ arczepiskopos Իգնատիոս Մալոյանի սրբադասելուց ընդամենը ամիս ու կես անց։ Այցի առաջին իսկ օրը հագեցած էր քաղաքական ու խորհրդանշական քայլերով, ժամանելով մայրաքաղաք Անկարա Լևոն 14-րդը նախայցելեց Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, ծաղկեպսակ խոնարհելով նրա շիրիմին, ունեցավ մի շարք հանդիպումներ պաշտոնյաների ու բարձրաստիճան հոգևորականների հետ։ Հայոց եկեղեցի այցի առիթով տաճարի պատին փակցված հուշատախտակին ավելացավ Լևոն 14-րդի անունը, որպես նշանավոր այցելու։ Պապին նվիրել են պոլսահայ վարպետների պատրաստած սկի, իսկ Լևոն 14-րդը Սուրբ Աստվածածին եկեղեցուն խաչ է նվիրել։ Անի Հովանեսյան, Reopen Media։